Եվ այսպես Իլհամ Ալիևի նախընտրական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում հարգելի հեռուստադիտողներ նկատել եք չէ որ Ադրբեջանը վերջին շրջանում բացի նրանից ինչ որ կոշտ հայտարարություններ է անում Հայաստանի նկատմամբ օրինակ Իլհամ Ալիևը հայտարարում է որ քանի ադրբեջանցիները չորոշեն թե որն է սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու հստակեցված սահման մյուս կողմից էլ մենք տեսնում ենք որ իրենք քայլեր են ձեռնարկում որոնց դու կարող ես ասել չգիտեմ հումանիտար քայլ կամ քայլ որը ապացուցում է որ իսկապես կողմերի միջև հաստատվել է խաղաղություն բայց եկեք ի վերջո հասկանանք թե ինչ է անում Ադրբեջանը կամ ինչու է նա հենց այս պահին որոշել այս տեսակ քայլեր անել ու սկսենք նաև այդ քայլերը վերլուծել հարգելի հեռուստադիտողներ իշխանությունները քանիցս արդեն PR են արել հետեւյալ թեմայի վերաբերյալ որ Ադրբեջանից Հայաստան գալիս են տարբեր ապրանքներ խոսքը առաջին հերթին վերաբերվում է բենզինին ու ինչն է այստեղ հետաքրքիր Հայաստանում իհարկե սրա վերաբերյալ այդքան էլ մեծ քննարկումներ չեղան տեղեկատվությունը սրա վերաբերյալ այնքան էլ լայն չտարածվեց բայց 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի իշխանությունները սակագներով զբաղվող իրենց հանձնաժողովի կողմից որոշում ընդունեց, որ սակագները նավթամթերքի վրա Ադրբեջանում փոխվում է, դա իր հերթին հանգեցրել է նրան, որ պրեմիում տեսակի բենզինը Ադրբեջանում թանկացել է ու հենց այդ նույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները Հայաստան նավթամթերք են ուղարկում, բենզին են ուղարկում, հենց պրեմիում տեսակի բենզին են ուղարկում այդ պրեմիում տեսակի բենզինը ավելի էժան է ոչ միայն այն պրեմիում տեսակի բենզինից, որը վաճառվում է Հայաստանում, այլ նույնիսկ ադրբեջանցիները այդքան էժան բենզին չեն գնում, ինչպես Ալիևը ուղարկում է Հայաստան։ Այսինքն մենք կարող ենք հասկանալ շատ պարզ բան, ադրբեջանցիները նախընտրական բոնուս են տալիս Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Ալիևը ուղղակի ներդրում է անում Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի շրջանակներում, նախընտրական այս գործընթացների շրջանակներում։ Բայց մենք պետք է հասկանանք նաև հետևյալը, ռազմավարական առումով Ադրբեջանը իհարկե այստեղ չափազանց լուրջ հարցեր է լուծում եւ իրենց թիվ 1 նպատակը հետեւյալն է ստեղծել պատրանք հասարակության մոտ, որ Ադրբեջանից կարելի է նավթամթերք ստանալ, որ այդ նավթամթերքի մատակարարումները կարող են անխափան լինել եւ անկախ աշխարհաքաղաքական եւ քաղաքական իրողություններից այդ նավթամթերքը մատակարարվելու է Հայաստան, դա էլ իր հերթին նշանակում է, որ այն մատակարարման շուկաները, որոնցից Հայաստանը տասնամյակներ շարունակ օգտվում էր եւ անխափան ստանում էր վառելիք, այդ շուկաներից կարելի է որոշակի առումով նաեւ հրաժարվել, խոսքը վերաբերվում է առաջին հերթին Իրանից եւ Ռուսաստանից եկող բենզինին եւ այլ նավթամթերքին, դե Իրանի մասով արդեն այսօր հասցրեցինք խոսել, տեսեք, եթե Հայաստանը միանում է հակաիրանական դաշինքին, ինչի ականատեսը մենք եղանք ընդամենը մի քանի ժամ փաստացի առաջ, երբ որ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում էր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները 25% հավելյալ մաքսատուրքեր են դնում բոլոր այն պետությունների վրա, որոնք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ինչ-որ բիզնես են անում, տրամաբանությունը հուշում է, որ ինչ-որ մի պահի մենք կարող ենք հրաժարվել նաեւ իրանական նավթամթերքից, դե Ռուսաստանի հետ կապված էլ Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է վերջին շրջանում, օրինակ ասում է, որ կաթողիկոսը դա ռուսական հիբրիդային պատերազմի դրսևորումն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ մյուս կողմից էլ ասում մենք Եվրասիական տնտեսական միության մեջ կմնանք այնքան ինչքան հնարավոր է, այսինքն ռուսական փողերով, եվրասիական փողերով այնքան են մնալու Եվրասիական տնտեսական միության մեջ, մինչև հնարավոր լինի վերջնականապես խզել տնտեսական բոլոր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ ժամանակ արդեն նաև ռուսական շուկայից մենք բենզին չենք ստանա, բայց փոխարենը կլինի ադրբեջանական եւ թուրքական նավթամթերք, ուղղակի իշխանությունները չեն պատմում, որ սրանով իսկ Ադրբեջանին եւ Թուրքիան Հայաստանի վրա ճնշման եւս մեկ գործիք են տալիս, բայց արձանագրենք նախընտրական բոնուս Ադրբեջանի կողմից նավթամթերք Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի համար եւ երկրորդ նախընտրական բոնուսը ինչ է անում Ադրբեջանը նա հենց այս օրերին, հենց այս պահին որոշում է կայացնում փոխանակել ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության հետ արձանագրենք ոչ թե վերադարձրել են գերիներին, այլ փոխանակում է տեղի ունեցել, որովհետև 4 հայ եկել է Հայաստան, 2 սիրիացի ահաբեկիչ արտահանձնվել է փաստորեն Թուրքիայի միջոցով, սիրիա, եթե ադրբեջանցիները իսկապես նպատակադրված գնային Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության, ապա այս գերիների փոխանակումը կամ վերադարձը, ինչպես էս պարագայում կասեն իշխանությունները, կարող էր տեղի ունենալ 2023 թվականի տարեվերջին, այսինքն Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո իրենք ինչ էին համոզում, որ հիմնական խնդիրը կամ միակ խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերություններում
Դա հենց Արցախն է, դե Արցախը այլևս չկար, վերադարձնենք այդ գերիներին, բայց ոչ, անհրաժեշտ էր իրենց պահել ուղիղ այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտություն ունենան որոշակի նախընտրական բոնուսների։ Հարգելի ընկերներ, մենք պետք է հարգելի հեռուստադիտողներ, մենք պետք է հասկանանք հետևյալը։ Իհարկե, այս պայդրությամբ Ադրբեջանը եւ Թուրքիան տարբեր տեսակի նախընտրական բոնուսներ են տալու Նիկոլ Փաշինյանին, փորձելու են ստեղծել նաեւ պատրանք նրա, որ ի շնորհիվ Թուրքիայի Ադրբեջանի հետ համագործակցության տնտեսական առումով, տնտեսական զարգացման առումով Հայաստանին շատ մեծ հեռանկարներ են սպասում, բայց տրամաբանությունը հուշում է հետեւյալը, որ գալու է մի պահ, երբ որ այս կարճաժամկետ օգուտներից օգտված Հայաստանը պետք է որոշակի առումով փոխհատուցի։ Իսկ այդ փոխհատուցումը ինչ տեսք պետք է ունենա։ Օրինակ Հական Ֆիդանը այսօր ասում էր, որ TRIP-ը իրենք անցալում են Զանգեզուրի միջանց նախագծի շրջանակներում, Զանգեզուրի միջանց նախագծի մոտեցումները Թուրքիայում պայմանավորված են Ադրբեջանի մոտեցումներով, Ադրբեջանն էլ Զանգեզուրի միջանց կասվածի տակ ուզում է Հայաստանից այն նույն ֆորմատով գործող կոմունիկացիա, որով ժամանակին գործում էր Լաչինի միջանցքը։ Այսինքն մենք հասկանում ենք, որ յետընտրական փուլում Հայաստանում քաղաքական փոփոխությունների բացակայության պայմաններում այդ նախընտրական բոնուսների համար մենք բոլորս պետք է վճարենք, լինի դա միջանցքով, տարածքով, թե այլ տիպի բարիքներով։ Մտածեք այդ մասին։